Բարև ձեզ բարեկամներ։ Աշխատանքային շաբաթը մենք սկսում ենք մի շատ հմայիչ կնոջ հետ մեր զորույցով։ Խոսքս Հայր Հայաստան 21-րդ դարաշրջանական կազմակերպության հիմնադիր նախագահ հրապարակախոս Գայանն է Կասպարյանի մասին է։ Բարև ձեզ Տիկին Գայանե։ Բարև ձեզ Վարոն Ղուշյան։ Ես պիտի ասեմ, որ իսկապես շատ այսպես ռոմանտիկ օրեր ենք ապրում։ Դուք հավանաբար նկատել եք այն ամենը, ինչ կատարվում է մեր երկրում, ոչ միայն տարօրինակ է, այլ նաև շատ անհասկանալի։ Պատկերացնում եք, արգելվել է օգտագործել Արարատ բառը։ Անգամ Grand Tobacco-ն, որը արտադրում է այդ անունով սիգարետներ, այն փոխել է Արագածի։ Սա ինչ է, շուտով մենք երևի մեր ազգային այբոբենից էլ զրկվենք։ Եթե այդպես շարունակենք, բնականաբար շատ բաներից կարող ենք զրկվել։ Նախ ես սկսեմ Արարատ բառից, դա շատ ծիծաղելի է, նման է, որ խեղդվողի նման, որը ձեռքը գցում է փրփուրներից։ Ինչքան պետք է միաբջիջ լինեն մարդիկ, որ հավատան Արարատ լեռը սահմանի կնիքի վրայից հեռացնելով կամ Արարատ ծխախոտը փոխելով Արագածի, մենք պիտի մոռանանք Արարատը, դա նստած է մեր գենոկոդի մեջ, մենք որ մեռնենք էլ դեռ արյան մեջ այդ կոդը, այդ հիշողությունը, այդ փաստը մեր պատմությունը կա, մնում է եւ կմնա։ Ինձ ուղղակի ավելի շատ վիրավորում է, գիտեք, Վարդանյանների վերաբերմունքը, Վասալի նման այդ ինչ շուտ ենթարկվեցիք, ես առիթից օգտվելով ուզում եմ մի բան ասել, մի փոքրիկ պատմություն, հուսամ, որ Վարդանյանները կլսեն, կամ ինչ-որ մեկը կփոխանցի։ Երբ որ ես աշխատում էի Դիլիջանի հոսպիտալում, Լեռնային Հայաստան հոսպիտալում 44 օրվա պատերազմից բերված հիվանդ երեխաների հետ, մեր զինվորների հետ, բնականաբար ես իմ հնարավորությունների սահմաններում իմ զինվորներին, ովքերի մոտ էին բուժվում, ես իրենց ամեն անգամ տանում էի ծխախոտ, որ բոլորը գոնե օրական 1 տուփ ծխախոտ ունենային, բայց մնացած երեխաներ, այսինքն 100-ից ավել, 140 երեխա կար, 36-ը իմն էր, չունեին ծխախոտ, ու մենք որոշեցինք զանգենք Grand Tobacco-ին, զանգեցինք, Ծովինար Արունով աշխատակիցը վերցրեց, որը փոխարինում էր ղեկավարներին, ղեկավարները Հայաստանում չէին, ու խնդրեցի, ասի դուք ձեր ձեռքով բերեք մի քանի տուփ, մեծ տուփերի նկատի ունեմ, բերեք անվանականչի ժամանակ ամեն երեխաներին մի բլոկ սիգարետ տվեք, գոնե մի անգամ, համել երեխաները թող տեսնեն, որ մենակ մի հոգի չէ, շատերն են իրենց մասին մտածում, հոգում եւ ծխախոտ բերում, քանզի ծխախոտն ավելի կարևոր էր, քան սնունդ է տղաների համար։ Ու մենք զանգեցինք, խոսեցինք իրենք, ասեն սպասեք մի շաբաթից կգան, հետո մենք ձեզ կպատասխանենք, մի շաբաթից զանգ չկար, 2 շաբաթ հետո զանգեցինք, գիտեք ինչ ասեցին, ասում է իրանք արդեն փողը տվել են կառավարությանը, փոխանցել են, էլ ոչինչ չունեն տալու մեզ։ Ես այդ պահից հասկացա, որ բնությունը ժառանգների վրա հաճախ հանգստանում է, հեչ հոր տղաները չէին։ Տպավորությունը ոնց որ որդեգրած լինեին, գենը չեն վերցրել հոր, չեն ժառանգել, հոր արժեքների, հոր հարգանքի հանդեպ ոչ մի պատասխանատվության զգացում չունեն, այգի կկառուցեք, ես չգիտեմ ինչ կանեք, դա բացարձակ ինձ համար արժեք չունի, դա ձեր ռեկլամն է եւ պարտադիր հովանավորությունների կամ ներդրումներն է, որ անում եք, դա բնական է։ Բայց որ դուք կարող եք ասել մենք փող ուղարկել են կառավարությանը ու չբերեցիք մի ինչ ասեմ, թող լինի 1000 տուփ, թող լինի 200-300 տուփ ծխախոտ մեր զինվորներին, ես այդ նամակը ունեմ պահած, ես դեռ պատասխանատվության հուսամ, որ կկանչեմ ձեզ, կունենամ այդ հնարավորությունները շուտով, չեք էլ ամաչում ձեր կյանքն ու դուք ինչ արժեք, գրոշ, ոչինչ։ Դրա համար էլ իրանցից զարմանալու չէր, որ Արարատը դարձրեցին Արագած, այդպես վասալի կարգավիճակով էլ գոյատևելու եք, անց չեք, ռուսը լավ ասում, ռաբ դուշոյ ի տելամ, ստրուկ հոգով եւ մարմնով, հանկարծ ձեր կոպեկին ու հիմնարկին չկպնել, ինչքանը իջել ու արժեքազրկվել մարդկային արժանապատվությունը, մարդկային արժեքները,
Ես երբեմն մտածում եմ, ուզում հասկանալ, երբ որ մարդ կորցնում է ամենակարևոր արժեքները, օրինակ ո՞նց է ապրում, դա ապրել չի, դա ողորմելի գոյատևություն է վախի մեջ։ Հա? Եթե մենք ընդհանուր նայենք, թե 18 թվականից ինչ կատարվեց Հայաստանում, հազարավոր զինվորների մահ գիտակցված չէ, կանխատեսված, նախապատրաստված մահ, այսինքն մատաղարեցինք հազարավոր, ես չեմ ասում 6, 7, 8 կարողա 10, չեմ կարող ասել, ստույգ թիվը ոչ ոք չգիտի, զրկվեցինք մեր հողերից, Արցախից, դա դեռ քիչ էր, հայկական տարածքներից էլ վերցրեցին, դա էլ պետք է նշվի։ Թմրամոլությունը աննախադեպ չափերի է հասել և հասել է անգամ անչափահասներին, դպրոցականներին և դա շարունակվում է ու պիտի շարունակվի, քանի որ այդ ամբողջ Արարատի հեղինակն ու տերերը նստած են կառավարությունում, հասկանալի է։ Դատաիրավական համակարգը ողորմելի կարգավիճակում, ստրուկի վասալի կարգավիճակում ենթարկվում է մեզ ղեկավարող թուրքական լոբբիի քմահաճույքներին և նրա հրամաններին։ Սպանություններն ավելանում է, բնականաբար թմրամոլության հետևանքները, սպանությունները, խոշտանգումները, կոռուպցիան անցել է բոլոր կարմիր գծերը, սարսափելի աստիճանի։ Ես չեմ ասում այնտեղ քաղբանդարկյալներ, տարածքների կորուստ արդեն ասեցինք ազգային արժեքների և սիմվոլների կործանում և ինչ-որ մի խեղկատակ կարող է հավատա, որ այդ սիմվոլները այսօր հանեցին կամ վերացրեցին ու նա պետքա դա մարսի, ու նա պետքա դա հասնի իր նպատակը, լավ չեք ամաչում, հազարամյակներ շատ ու շատ ազգեր վերացան, հայը կա ու կմնա, որտեղ մարդկության սկիզբը եթե չլինի, վերջն անմիջապես է գալու։ Չեք հասկացել, միաբջիջ հիվանդ մարդկանց մենք ինչ բացատրենք։ Դրանք ծախվել են, ես միշտ ասել եմ, մի ծախվեք, եթե դուք ծախվում եք, ուրեմն դուք արդեն մարդ չեք, դուք իրաց սեփական ապրանքն եք, ինքը ո՞ց ուզենա քեզ կօգտագործի։ Ինչը որ անում են մինչև հիմա։ Ինչ արեցին, պատմությունը աղավաղեցին, հետո այդ պատմությունը գրեթե բոլոր ազգերի պատմական ու արխիվային են փաստաթղթերի մեջ նշված է, Հերոդոտից սկսած, թե ովքեր են եղել հայերը ով Կիլիկյան սահմանների մինչև որ են տարածվում Արմենիայի, Կիլիկիայի, հա? Դուք որոշել եք այդ ձեր երկու սախատված ենթադրություններով կամ արգելքներով այդ պատմությունը վերացնեք, լավ ինչքան դուք պետքա ողորմելի լինեք, ուրիշ բառ չեմ գտնում, կամ էլ հոգեկան հիվանդ, որ դրան հավատակ, որ մեկն ասես, պատմությունը, կրթությունը, գիտությունը, այդ ինչ արեցիք։ Մշակույթի մասին չեմ էլ ուզում խոսեմ, իսկ ամենացավալին նա էր, որ իմ ժողովրդին հուսալ լքեցին, վախի մեջ ու ստի ճահիճի մեջ մտցրեցին, բառից բույն իմաստով, ու այսօր մոլորված իմ ժողովուրդը, իմ հայ ազգը, այն որ ասում է, տատուս ասաց, շիվարած կանգնել ու չգիտի ինչ է անելու, չի հավատում, որ ես արհավիրքից պիտի պրծնենք, բայց մենք պրծնելու ենք իհարկե, ինչի մասին է խոսքը, այս թյուրիմացությունը երկար չի կարող մնալ, ամեն ինչ ունի սկիզբ և վերջ, սա էլ ունի իր սկիզբն ու վերջը, և վերջը շատ մոտ է, դրա համար էլ այս է կատարվում, այսինքն օրինաչափ շարունակությունն է Հայաստանի կործանման սիոնիստական ծրագրի կատարումը մեր 34 տարվա խամաճիկ դրված սիոնիստների ստրուկներ, ասեմ այսպես, ղեկավարների ձեռքով, իրենց ասել են թալանեք, մենք ձեզ թույլ ենք տալիս, դուք թալանեք, մեր ասածն արեք, ինչ եղավ, Լևոն Տեր-Պետրոսյանը եկավ ամբողջ արտադրությունը, ամբողջ արդյունաբերությունը փակեց, գործարանները վերացրեց, հարց, ինչ անհրաժեշտություն կար, գյուղատնտեսությունը վերացավ, սեփականացրեցին գյուղատնտեսական հողերը, գյուղացու վերջի կրճոնները ձեռքից պոկեցին տարան, որ մեկն ասեմ, գիտություն, կրթություն, բոլոնյան սիստեմ, դուք տեսնում եք աստիճանաբար է դա եկել, և երբ որ ասում են այսօրվա կառավարությունը սիրելի ժողովուրդ, 91 թվականից սկսած բոլոր կառավարությունները, իսկ ով խանգարում է,
վերացնում են։ Հոկտեմբերի 27-ը դուք համոզված եք, որ պիտի դա ճպրոտ այդ քոչը կա կազմակերպել։ Ինքը ով էր, որ նման բան կազմակերպեր։ Ինքը իհարկե շատ ուրախ էր ու երջանիկ։ Սիոնիստներն արեցին։ Հիմա ասեմ, որ դուք իմանաք, սիրելի ժողովուրդ, որպեսզի Դեմիրճյանը հզոր երկիր չկառուցի, Վազգեն Սարգսյանն էլ հզոր բանակ։ Ինչու՞, որտեղ ծրագիրը վաղուց էր նշված, որ պետք է անպայման Արցախը հանձնվի Ղարաբաղին։ Ղարաբաղը կներեք, հանձնվի Ադրբեջանի այդ բառը չեմ կարողանում ամեն անգամ նշել, դրա համար օքեյ։ Արցախին ինչի, որովհետև պետք է դներ իր բազաները, ռազմական բազաները Պարսկաստանի վրա հարձակվելու, եւ դա արվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից այդ ծրագիրը, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը չընդունեց Արցախի անկախությունը, ինչի չընդունեց, հարց, որովհետև ասել են չընդունես, որտեվ եթե դուք ընդունեք, հերթով աշխարհը կընդունի, ինքը չընդունեց, ուրիշները չկարողացան ընդունել, դու պիտի ընդունես քո ազատությունը, որ մնացածներն էլ համապատասխան ձևով իրենց համաձայնությունը տան, իրենց օրենքով ընդունեն եւ իրենց հարգանքը մատուցեն անկախ ժողովրդի հանդեպ։ Արցախի ժողովուրդը ընտրեց անկախություն, Հայաստանը չընդունեց եւ չմիացրեց։ Հիմա հասկացաք, որտեղից են գալիս հերթով այդ թուրքահրեական վիժվածքները 34 տարվա մեջ եկան հերթով մեկը մեկին պաստալով հաջորդ էտապը, քոչը հաջորդ էտապը, Սերժը հաջորդ էտապը, այս սախատվածը եւ տենց էլ կատարեցին իրենց նպատակը, որին չեն հասնելու։ Բոլորի հետ են ստանալու, բոլոր տարածքները։ Հիմա շատ բան չեմ ասել, որտեղ դա մի տեսակ հեքիաթային է թվում, բայց մեր հեքիաթները իրականանում են։ Այդքան բան։ Նենց որ պատահական չի եւ մեր ժողովուրդը շատ իզուր է հուսալքվե, չես բան չկա, այդ մի խումբ ճիվաղներն ովքեր են, որ դու տենց վախեցել եք, հայը դուք եք, ես դիմում եմ հայերին եւ եզդիներին, պետք է ասեմ, ես եզդիներին շատ եմ հարգում, դա մեր հայերին ամենամոտ ազգն են։ Շնորհակալություն ձեր հարգանքի եւ ձեր շնորհակալական ու բարի տրամադրության համար մեր ազգի հանդեպ։ Մենք էլ ձեզ ենք շատ սիրում եւ ուրախանում ձեր հաջողություններով։ Նեցո մենք միասին պետք է ոտքի կանգնենք ու դնենք պահանջը հայ ազգի։ Հայ ազգը պետք է ապրի հայ ազգային արժեքներով, հայ ազգային սահմանադրությամբ եւ հայ ազգային օրենքներով։ Օրենքզգրքից սկսած ամբողջը պիտի փոխվի։ Մահապատիժ ուրեմն պետք է լինի մանկապիղծների, հայրենիքի դավաճանների եւ սիրիական մարդասպանների համար այդ երեքը հաստատ առանց դատաստանի գնդակահարման պետք է արժանանան, այտենց օրենքներ ենք ունենալու։ Այլևս Եվրոմիության կամ այդ սատանական սիոնիստական օրենքները չնչվելու գնալու են, սիրելի ժողովուրդ։ ԴՆԿ անալիզով նոր անձնագրեր ենք ստանալու, որտեղ նշվելու է ազգային պատկանելությունը, չէ՞ որ մարդու համար ապրելուց հետո երկրորդ իրավունք ազգային պատկանելությունն է, չէ՞։ Մենք կվերադարձնենք բոլորին իրենց ազգային պատկանելությունը եւ հետո պարզ լինի ով է։ Հայաստանի կառավարություն պետք է մտնեն միայն ու միայն ԴՆԹ-ով ապացուցված ծագումով հայերը։ Իհարկե բնականաբար իրենց հանճարեղ վերաբերմունքով, արածներով, մտածելակերպով, գաղափարախոսությամբ հայկական, բայց եթե արյունը հայ չի, շնորհակալություն, զբաղվի քո բիզնեսով, ուրիշ գործերով, թող ապրեն, աշխատեն, ստեղծեն, կառավարություն միայն հայերը, 34 տարվա փորձը մեզ իրավունք է տալիս այդ օրենքը ընդունել եւ իրագործել։ Դե թող փորձի որևէ մի երկիր կանգնի ու հանկարծ հակաճառի, մենք ասելիք ունենք շատ։ Այնպիսի բաներ, որ նա բերանը կփակի մոտակա մի տարվա մեջ, հենց որ պատրաստվեք հզոր Հայաստանի գալուն։ Տիկին Գայանե, ես պիտի ասեմ, որ այ հիշատակեցիք Հրանտ Վարդանյանին, իսկապես մի փայլուն, պայծառ անձնավորություն էր, շատ ափսոս, որ կյանքից շուտ հեռացավ այդ հրաշալի մարդը, եթե նա կենդանի լիներ, Արարատի երբեք չէր իհարկե փոխարինվի Արագածով, ես հիշում եմ ինչպես մարդակերների դարաշրջանի այդ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան Քոչարյանին նա կարողացավ 3 մատի կոմբինացիայով ուղարկել գրողի ծոցը եւ մնաց հաստատուն իր որոշումների վրա եւ հայտարարեց, քանի կա Սերժ Սարգսյանը Հայաստանը չի կարող լինել ազատ անկախ երկիր։
Այն ժամանակ նման խոսքեր ասելը դա հերոսությունից էլ մի բան է անկողմ է։ Բայց մի բան էլ ձեզ ասեմ, Տիկին Գայանե, նրա որդիները արժանի զավակներ են, հատկապես ավակ որդին Միքայելը, որին ճանաչում եմ, ես գիտեմ, թե ինչ ցավով է նա համաձայնվել Արարատը փոխարինել Արագածով, բայց նորից եմ կրկնում, եթե ավակ Վարդանյանը, Հրանտ Վարդանյանը կենթանի լիներ, այս ներկա ջուրիմացությունները չի եղել կարող նրան ասել փոխիր Արարատը Արագածով, բայց դա ցավոք չկա, այդ մարդը չկա պրոբլեմը։ Տեսեք, ներկայիս իշխանությունները շատ այսպես ակտիվ հետապնդում են բոլոր այն հայ մարդկանց, այն ակտիվիստներին, որոնք փորձում են քիչ թե շատ երկիրը դուրս բերել այս ծանր վիճակից։ Ինչ է կարծում, նման քաղաքականությունը դեռ երկար է շարունակվելու։ Իհարկե պետք է շարունակվեր, բայց քանի որ նրանք չեն մնալու, բնականաբար չի շարունակվելու։ Ես հետապնդում այն նոր նշեցիք Հրանտ Վարդանյանին։ Ձեզ թվում է Հրանտ Վարդանյանը պատահականի վարսացավ ու մահացավ։ Դուք գիտեք թե ինչքան արժանի հայեր են մահացել։ Վերացնում են, սիոնիստները վերացնում են այս խեղկատակներից թրքաբարո ղեկավարների ձեռքով, բնականաբար, եւ ինչքան լավ տղաներ են կործանվել։ Ես զարմանում եմ միջև հիմա դեռ հայկական հյուպատոսում մարդասպանվում։ Դուք պատկերացնում եք 21-րդ դար հյուպատոս, որը պետք է պաշտպանի նրան, անկախ նրանից ով է նա, հանցագործ է, հանցագործ չէ, գործարար է, պաշտոնյա է, մարդ է, թող օրինական ձևով դատարանով դատեն նրա հանցանքի համար, հարց չկա, բայց ո՞նց չա նշանակում ինքը ուղերձ է ուղարկում, ձայնագրում ուղարկում, 2-3 ժամ հետո ինքը մերկացած, կիսամերկ, պարկած սպանել է ինքերին եւ հասցրել դանակը դնել ռակավինայի մեջ։ Այդտենց մարդկանց հիմարի տեղ դնելով, գիտեք ինչ, իրանք երևի այն ասացվածքը հիշեցի, որ մտածում են այսպես, ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ, այդ պայմանով են, գիտենք, որ խաբում ենք, բայց դու պետք է բարձրաձայն ընդունես դա։ Ինքը արդեն կերակրել է, 35 տարի կերակրում են իմ ազգը ստով, տենց, նոր նշեցի, Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին, դրանք բոլորը սիոնիստների գործարքներն են իրանց սրտով, աղեկավարների, որոնք բացում են այդ այլասերված գաղափարախոսությամբ, եթե դա կարելի է գաղափարախոսություն խոսել, դրանց գործունեության ճանապարհը դռներն են բացում ազատ, այո, Հրանտ Վարդանյանը Չերան է, եւ դա շարունակվում է մինչև այսօր, ինչու, որովհետեւ ամեն մի պապուս ասած ղայդին հայ, ամեն մի լավ հայորդի, իրանց համար դա սարսափելի վտանգ է։ Միշտ էլ սատանեն Աստծուց վախեցել է։ Դրանք էլ սատանի ծառաներն են։ Բա պետք է Աստծո զավակներից վախենան, որին ձերբակալեն, որին վերացնեն, որին սպանեն, որին արգելեն, որին վտարեն, մինչև այսօր վախը մեջներն է։ Պարոն Ղուշյան, դրանք ինչ եմ ասում չեն ապրում, որովհետև առավոտ լույս աչքերը բացում է սարսափի մեջ են մինչև քնելը։ Դրանք արդեն դատապարտված են։ Նրանք արդեն մարդ չեն։ Դուք պատկերացնում եք, հարևանս նեղացել էր ծնունդին չեմ գնացել, իմ վրա շատ ծանր ազդեց, ես կրկնակի վերաբերմունքով կարողացա այդ ցավը անցնեմ։ Ամբողջ հայ մի ազգ, Աստծո մի ազգ, այդ խեղկատակներին անիծում ու հայհոյում է, մահն է ցանկանում։ Դուք մի հատ պատկերացնում եք դա ինչ պետք է լինի։ Ես փորձում եմ պատկերացնել, չի ստացվում ինձ մոտ։ Ահա տենց էսա դրանց վիճակը, դրանք միշտ էլ պիտի հետապնդեն, այդպես են կարծում, բայց չէ։ Իրենց ավարտը մոտենում է արդեն ու ինչ դաժան, դուք չեք էլ պատկերացնի, ես վերևից եմ տեսնում, ինֆորմացիաներ եմ ստանում, վերևից նկատի ունեմ, տիեզերքից, դրանց շատ դաժան է լինելու, մամահը երազելու են, քիչ սպասենք։ Գայանե, ես պիտի ասեմ, որ իշխանությունները արդեն բավականին ժամանակ էին սկսել են նախապատրաստել առաջիկա համապետական ընտրություններին, մենք ինչ կարող ենք սպասել այդ ընտրություններից։ Ճիշտն ասած, ծիծաղելի է շատ, ինչ ընտրության մասին է, իբր ընտրվելուց հետո մի շատ գոյ ենք մի հատ էլ նոր ընտրություններ, չէ, իրանք շատ լավ հասկանում են, որ իրանք մինչև ընտրություն չեն մնալու։ Դա բացառված է, իսկ այդ ամբողջ ռեկլամ, PR,
իրենց այդ ողորմելի ելույթները ծամծմված, արդեն ոչինչ չասող, դա ուզում է ժողովրդին ասի, տրամադրի, պատրաստի, որ մենք մնալու ենք մինչև ընտրությունը, չեք մնալու մինչև ընտրությունները, մինչև ընտրություն չի մնալու ոչ ոք, փոխվելու է, Հայաստանը ազատվելու է այս սատանայական արհավիրքից, նենց որ ընտրության մասին խոսք չի լինելու, դրա համար էլ նրանք այսօր աչի ձախ են վազում, ձախից աչ են վազում, խեղկատակի նման, ով կանչում է, տուզիկ շան նման վազում են այնտեղ, մի հատ հարց եմ ուզում տամ, այս կառավարության անդամները հիշում եք, որ ասում են ռուսի սապոգը պիտի հանենք 102 բազան պիտի դուրս գա Հայաստանից, ռուսի սապոգը պիտի վերանա Հայաստանից, հարց կառավարության անդամներին, այդ ինչ պատահեց, որ հիմա ռուսի սապոգն եք լապստում իրար հերք չտալով, էս ով եք դուք, էսա ձեր դիվանագիտությունը, իսկ ինչի եք հեռանում, որ հիմա պիտի գնաք խոնարհվեք ստորանա, գիտեք ինչի, որովհետև բոլորի ձեր մասին կամպրամատներ կան, այնպիսի կամպրամատներ, որ հանկարծ հանեն ու հրապարակեն 10 րոպե ոչ մեկը չի մնա, որտեղ էլ փախնեք, այնքան արատավոր եք, սեռազուրկ նառկամաններ այլասեռված, բա դուք ով եք, որ կարողանաք մի հատ էլ ձեր խոսքն ասեք, հա? Այդ հենց ով կանչի շանթուլի պես վազելու եք ու կոշիկները, հիմա լպստում եք ռուսի սապոգը, լպստում եք, շատ եք լպստելու, դուք ճար չունեք, ես ասել եմ, ծախված ոչնչությունը անգամ իր ընտանիքում ձայնի իրավունք չունի, ահա թե ինչ ողբերգական ու ողորմելի վիճակի մեջ են մեր կառավարության անդամները, դիվանագիտություն, ով է դիվանագետը, անուններն էլ չէ, հիմա չի կարելի չի Արարատ ասել, ասենք Արաբատ Միրզոև ասենք, միգուցե տենց ավել լավ, ու ավելի ճիշտ ու փաստացի, դա է մեր դիվանագետը, ինքը ավելի շուտ դիվան է, ոչ թե դիվանագետ, դիվան, մաշված ու քրքրված, կստացի, ինչ ղեկավարը, ինչ արտաքին գործոս նախարարը, սա է այսօրվա իրականությունը, բայց մեր տղերքը կան, մեր մայրերը նես տղաներ են ծնել, անուններ եկեք ես անգամ չասեմ, ամեն ասմար շուն մի հաչացրու, ես անգամ լռեմ, բայց շուտով դուք ինքներդ կտեսնեք, այդ Սամվել Կարապետյանին եք բռնում, յուսին եք բռնում, նրան եք սպանում, սրան եք ձերբակալում, հետո թաղապետին եք սպանում, ու հետո էլ ման են գալիս բռնում ենք, հետո պարզվում է, որ չէ, չապացուցվեց բաց թողեցինք, դուք ձեր արածի հետևից եք ընկած, դուք ձեր արածն եք ման գալիս բռնում, հետո ումն եք խափում, դուք տենց ձեզ ասել են, համոզել են, որ հայազգին կարելի է տենց խափել, ինչ ասեմ, շատ կարճ մնաց, բոլոր գործերը բացահայտվելու են, բոլոր, պատասխանը տրվելու է։ Տիկին Գասպարյան, ինչպես եւ ինչ սկզբունքով կարելի է զարգացնել ու վերականգնել Հայաստանը։ Այդ շատ լավ հարց էր, Միչայլոց։ Այդ հարցը հուզում է բոլորին։ Ես ձեզ ասեմ անկեղծորեն, եթե անգամ Նիկոլը բնականաբար պիտի գնա կամ գնա բուժման պարտադիր կամ ձերբակալվի, այդ արդեն հետո դատարանը կորոշի։ Միևնույնն է, սիոնիստները բերելու են իրենց հաջորդ վասալին։ Իրանք ստեղ հազարավոր ատենսներ ունեն, հայկական ազգանուններով, ու մենք հայի տեղ ընդունելով նորից ծապ կտանք, նորից կընդունենք ու նորից 10 տարի կտարապենք։ Դա չի օգնելու։ Ստեղ չպետք է քաղցկեղի մետաստազները հեռացվի։ Ստեղ պետք է բուն քաղցկեղ օրգանիզմից հանվի։ Այդ ժամանակ կբուժվի, բայց դրա համար պետք է մենք հասկանանք, պարոն Ղուշյան, որ սիստեմն է արատավոր սիստեմը, այն օրվանից երբ որ սկսվեց այսպես կոչված դեմոկրատիա, այսինքն ժողովուրդը պիտի ընտրի, այդ օրվանից աշխարհի բոլոր երկրները քայքայվում, քանդվում ու վերանում են բարոյապես, գաղափարապես, կրթապես, մշակութապես, իրավական առումով վերանում են, որովհետև չի կարող ժողովրդի ընտրությունը արդարացված լինի, որովհետև դա ճիշտ չի, որովհետև իմ ժողովուրդը պարտավոր չի հացթուխից, բանվորից, ինժեներից, բժիշկից, էլեկտրիկից, ում ուզում եք ասեք, նա չի կարող իմանալ այդ մարդու կենսագրականը,
4 տարվա մեջ այդքան ղեկավար են կտրել, ոչ մեկի կենսագրականի մեջ չկար մի փայլուն բան։ Ինչ էլ որ մցրել են, խաբել են, մեկի հայրանունը չկա, մեկի ծագումը չկա, մեկը արաբի հրեայի երեխա, բայց հայկական հայրը որթեգրի ազգանունը տվել են, մեկը Սաիդի տղենա, մեկը Նարիմարևի թոռնա, մեկը Փաշաևի տղենա, հրեայի այ քեզ բան։ Հիմա տեսալ ժողովուրդ, մեր ընտրությունը մեզ ուր հասցրեց, չի լինել ընտրություն։ Առաջին հերթին նոր կառավարության տղաները գալու են ու հանրաքվե լինի, որ ժողովուրդս կարդա իմանա նոր սիստեմը, երբ որ ժողովուրդը իր գոհունակությունը ու դրական պատասխանը կտա, Հայաստանը պիտի ղեկավարվի նոր սիստեմով։ Նոր սիստեմով դա նշանակում է պետք է լինի նախագահ, արդեն վարչապետը վերանում է, չկա վարչապետական պետություն, ազգային ժողով գոյություն չի ունենալու։ Լինելու են սկզբից 50 մտավորական հզոր գաղափարախոս մեր հայերը, մեր են այրի հայրերը, որոնք որ մեծ ծառայություն են ունեցել տարբեր ուղղություններով, դա գիտություն, կրթություն, մշակույթ կապ չունի։ Իրանք պետք է լինեն կոչվեն 50 ոսկյա 50 կամ ոսկյա 100-ակ, այդ հետո կորոշենք։ Եվ լինելու է մայրերի գերագույն խորհուրդ, ինչքան իմաստուն, ինչքան արժանի, ազգին մեծ ծառայություն ունեցող, խոհեմ ու հայ արժեքներով ապրող ու դաստիարակող մայր կա, այդ մայրերի գերագույն խորհուրդը, այդ 3 ուժերը պիտի ղեկավարեն երկիրը եւ ընտրություններին մասնակցող տեխնացուներին այդ ոսկե, այսպես ասեմ, 100-ակը պետք է ձայնը տա, վերջում մայրը ստորագրի։ Ընտրությունները լինելու են բաց, ոչ թե գաղտնի, եւ ամեն մեկի ընտրող այդ ոսկե 100-ակի մասնակիցը պետք է բացատրի, թե ինքը կները 3 կամ 4 տեխնացուներից ինչի համար է ընտրեսա, որ արարքի, որ արժեքների համար եւ ինքն էլ պատասխանատու է լինելու, այլևս չի լինելու միանձնյա կառավարում։ Միանձնյա կառավարումը մարդուն խելքահան է անում, մարդ իրան կորցնում է հավասարակշռությունից, իրականությունից վեր է բարձրանում ու ոչինչ չի տեսնում, կուրանում է, ուղեղն էլ թափում է, անկեղծ ասեմ, ժողովրդական բառով։ Դրա համար այլևս դա չի լինելու, դա է լինելու հանրաքվե նոր սիստեմ, որ ժողովրդի դեմոկրատիա նշանակում է ծառայել ժողովրդին, ոչ թե ժողովրդին անիմաստ, այդ անմեղ ժողովուրդը, որ ոչ մի ինֆորմացիա չունի, ոչինչ չգիտի, ինչպես է նա ընտրելու։ Նա ընտրածները տեսանք 35 տարի մենք տեսանք մեր ընտրածներն ինչ եղան։ Չի լինում տենց, գաղտնի ինչի պիտի գաղտնի լիներ ընտրությունները, մեկը հարց տալիս է դեմոկրատական երկրում, երբ որ գաղտնի պիտի չլիներ, որտեղ մենք վախենալու բան չունենք, խոսքի ազատություն կա։ Կամ ինչ է նշանակում գաղտնի ընտրում ենք, հետո հակառակորդները դուրս են գալիս հրապարակ ու բողոքում, որ մենք քեզ դեմ ենք, բա որ գաղտնի ուրեմն պիտի գաղտնի մնայինք։ Այսինքն ինչի համար է դարված, որ սիոնիստները արդեն իրանց ընտրածը արկղներով բերեն տան։ Մի հատ փաստ 2021 թվական պատերազմից հետո ընտրությունները որ եղան, ես ականատես եմ եղել, ես իմ տեսածն եմ հիմա պատմում։ Ես վերադառնում էի հոսպիտալից Երևան, վարորդիս հետ, վարորդը պիտի բերեր ինձ Երևան, ուշ, 8 էր, 9-10 կոմերա։ Եվ հոսպիտալում արդեն ընտրությունները ավարտված էր։ Իմ զինվորներին հարցնում եմ, ձեզ հո չստիպեցին, չասացին ում ընտրեք։ Ասում է, չի ասում, դոկտոր Գայա, իրանք ասին ումն ուզում եք ընտրեք։ Ես իհարկե զարմացա, ոնց թե ում ուզում եք ընտրեք։ Բայց եւ այնպես ուրախացա, որ գոնե զինվորներին չեն ստիպել։ Ես տուն գնալուց երեկոյան իմ դեմից մի հատ սպիտակ նիվա աչ կողմից մի անգամից կտրուկ շրջադարձարեց ու մտավ ձախ, այնտեղ որտեղ գրած է ես սիրում եմ Դիլիջանը, այդ հատվածը կանգնեց ու ես հանկարծ վարորդը զայրացավ, ուզում է դանդաղացրեց, որ ասեր ես ինչ ես անում, որտեղ վթարից մի մազեր մեզ անջատում։ Ու երբ որ մենք թեքվեցինք, տեսանք, որ այդ հոսպիտալի մենք իրան ասում ենք բուխանկա, այդ մեքենայի ու ազ մեքենան, որը որ տանուն բերում էր բժիշկներին, այդ մեքենան կանգնած այդտեղ, հետևի դռները բացեցին, այդ տեղից այդ նիվայից իջացրեցին 2 արկղ դրեցին այդտեղ, ընդեղի արկղները դրեցին նիվայի
մեջ, երբ որ մենք դանդաղացրեցինք Նիվայի վարորդն ասեցից գնա ինչ է կանգնել դե շատ ավելի կոպիտ ու հարցակողական ձևով ասի վարորդն ասեց մի րոպե կանգնի մի հատ իջնեմ բանեմ հարցած ոչ չէ քույրիկ ջան գուրջ չունես քեզ ըստեղ է քեզ էլ ինձ է կսպանեն ու մենք ինքը քշեց գնաց երևի ինքը ճիշտ էր իմ աչքով տեսած անմիջապես փոխեցին արդեն գրած հիմա հասկացար ժողովուրդ ջան ինչա գախն ընտրություն լավ մենք ինչքան պիտի խապվենք հաճելի է մեզ հիմարի տեղ դնել իհարկե ոչ հատկապես հայը даже անգրագետ հայը չկրթված հայը իցնե իմաստունա չափի տարբերությամբ մեկը քիչ մեկը շատ մեկն էլ անսահման հա նամար դադարեցնենք ինքնախապեյությունը հավաքենք մեր հզոր ուժը եւ չեք էլ պատկերացնում թե ինչ է Հայաստանին սպասվում տեսնելու եք շատ չի մնացել այդքանը Տգինգանը շատ հակիրճ հայ մայրերի ուղերձը հայ ժողովրդին ավելի շատ հայ մայրերի ուղերձը հայ ժողովրդի հայորդիներին է լինելու որովհետև այսօր իրենց դերակատարումը շատ կարևոր է իմ երկրի համար մենք պետք է խոստովանենք որ հայ ազգի մեջ հուսալքությունը գալիս է նաև նրանից որ 34 տարի տարբեր տղամարդիկ, տարբեր ղեկավարներ ելույթներ ունեցան, այդ ելույթների ժամանակ խոստումներ տվեցին, այդ ելույթների ժամանակ երդում կերան, իրենց սերն ու հարգանքը ազգին մատուցեցին եւ ինչ տեսանք հաջորդ թալանը, հաջորդ արհավիրքը, հաջորդ սպանությունները, հա ու անկախ քեզանից սկսում է հավատը կորել ու մարդկանց մեջ տպավորություն է որ պայքարը գնում է ոչ թե երկրի փրկության, այլ պաշտոնների գրավման, պաշտոնում որ կան հասնեն փառամոլությունն ու փողամոլությունը քերելա մարդկանց ու դրանց մեջ եթե կան ու անպայման կան ազնիվ մարդիկ, որոնք իրոք պիտի գան ազգը փրկելու, որոնք իրոք ուզում են երկիրը ոտքի կանգնեցնելու, արդեն կասկածանքով են նայում Դրա համար մեր մայր Հայաստան 21-րդ դար մայրերի հզոր կոմիտեն կոչանում բոլոր հայորդիներին միանալ մայրերին մայրերը կառաջնորդեն մայրական գաղափարախոսությունը պահված իր զավակների համար դարերից դարեր փոխանցված պատրաստ են նորից կանգնել իր զավակների կողքին տղեկ միացեք ձեր մորը Առանց մոր ոչինչ չի լինի, մեր ազգը մայրապաշտ, մորն ու հորը հարգող, խոնարհվող ազգ է, այդ ուժն էլ վերականգնելու է։ Հիշեք, թող աշխարհն իմանա, մոր ստեղծմամբ ապացուցվեց Աստծո գոյությունը, մայրը վեր ամեն ինչից, սկիզբը մայրն է, զավակ, ժողովուրդ, պետություն, գրոն, հավատք, գաղափարախոսություն, մարդկային արժեքներ, այդ մոր կաթից սկսած տղեկ դուք ստացել եք դա։ Այսօր պատասխանը տալու ժամանակն է։ Իմ մայր Հայաստանը հիվանդ է։ Իմ մայր Հայաստանը ցավի մեջ է։ Չի դիմանում այդ արատավոր ծանրության տակ։ Միացեք մեզ Մենք ձեր կողքին ենք, մայրերը պաշտոն չեն ուզում և չեն էլ սպասում, տալու դեպքում էլ հրաժարվելու են։ Մենք ամենամեծ պաշտոնն ունենք, մենք մոր պաշտոնն ունենք, բայց մեր արժանի հայորդիները պիտի գան իրենց մոր մոտ, եկեք մեր օրհնանքը ստանալու, միացեք, այդքանը։ Շնորհակալ եմ Տիկին Գայանը, անչափ շնորհակալ եմ այսօրվա հերթական մեր զրույցի համար։ Ես միայն հիշեցնեմ, որ մենք այսօր Փակ TV տաղավարում Մոսկվայից ուղիղ կապով միացել էինք Մայր Հայաստան 21-րդ դար հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ հրապարակախոս Գայանե Գասպարյանի հետ։ Այսօր այսքանը, ցտեսություն։